Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանին։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Սիրով, պարոն Ստեփանյան, Հայաստանում տարածված է այսպես բռնկվել է բրուցելոս հիվանդությունը, գյուղերում մարդկանց մոտ են նույնիսկ հայտնաբերվել այս հիվանդությունը, որոնք են ձեր գնահատմամբ այս հիվանդության տարածման պատճառները։ Լրիվ օրինաչափ է դա, որ Հայաստանում բրուցելոս հիվանդությունը բռնկվելով մեծ թափ հաստացել, որովհետև հիվանդության դեմ հակազդեցության գործուն համակարգեր չկան Հայաստանում, դժբախտաբար չկան։ Նախ մի երկու խոսքով ասեմ, ինչի մասին է խոսքը։ Բրուցելոզը ինքը հիվանդություն է, որ կենդանիներից մարդուն անցնում, նաև կենդանուց կենդանու։ Այսինքն այդ տերմինը կոչվում է զոոնոզ հիվանդություններ։ Ընդ որում մարդկանց շրջանում տարածված վարակիչ հիվանդությունների 80 եւ ավել տոկոսը կրում են անասնապահական ծագում։ Ինչից ենթադրվում է, որ առավել ուշադրություն պիտի դարձվի վարակիչ հիվանդությունների պարագայում անասնաբուժական ծառայություններին։ Այնինչ մեր մոտ որպես այդպիսին անասնաբուժական ծառայություն չկա։ Կան տարբեր գերատեսչություններ ներգրաված անձինք, տարբեր ֆունկցիաներ իրականացնող, բայց միասնական ծառայություն, որը կպայքարի այդ հիվանդությունների դեմ դժբախտաբար չկա։ Հիմա կանք հիվանդությանը։ Ուրեմն հիվանդությունը ինքը մեծ տնտեսական ազդեցություն, բացասական ազդեցություն ունեցող հիվանդությունների շարքին է դասվում։ Տարիներ առաջ, երբ որ ես ինչ-որ դերակատարություն ունեի այդ ոլորտում, արտապատվիրել էի ու խնդրել էի, որ տնտեսական հաշվարկի բանաձևեր կազմեն ու նաև մեզ փոխանցեն այդ գիտելիքները, քանի որ մենք մեր ակադեմիական համակարգում այդ որակները չենք ստանում։ Ուրեմն մոտավորապես երևի մի 10 քանի տարվա վաղեմության տվյալները հիմի ձեզ փոխանցեմ, ինչքան ես փորձեցի հասկանալ, ներկայում այդպիսի ընթացակարգ չկա ու մոռացության է տրվել դա։ Մոտավորապես ուրեմն մեկ վարակված կենդանին երկրի տնտեսության վրա տարեկան ունենում էր կրկին եմ ասում 10 տարի եւ ավել վաղեմության ժամկետով մոտավորապես 200,000 դրամ, իսկ այս սրա մեջ մտնում էր եւ կաթը եւ հորթը եւ այնտեղ տարբեր նաեւ բաղադրիչներ, այսինքն թիվ անկասկած հաշվի առնելով այսօր շուկայական հարաբերությունները գոնե 1.5-2 անգամ կրկնապատկված կլինի։ Իսկ մարդկանց շրջանում մոտավորապես 500 դրամ, $500 միջակայքում էր դա տարեկան մարդը վրա պետություն ու նաեւ մարդը ինչպիսի վնասներ ա կրում հիվանդանալու պարագայում։ Սա այն դեպքում, երբ որ այդ մարդը սուր ընթացքով չի հիվանդացել, այսինքն քրոնիկ բնույթ ունի հիվանդությունը, ինչ որ գործընթացներ կա թեթև գնացող process-ների ժամանակ։ Հիմա այս հիվանդությունների նկատմամբ ոչ միայն բրուցելոզի, այլ նաև վարակիչ հիվանդությունների նկատմամբ ինչպես որ գրեթե բոլոր ոլորտներում ամենակարևոր բաղկացուցիչ, այսինքն մեկնարկային կետը այդ կարգավիճակն է։ Թե ինչ կարգավիճակ ունի տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես տեսնում եք, դեռևս խորհրդային տարիներից այդ հիվանդությունը փոխանցվել է, եկել է հասել է մեզ, ինչը ենթադրում է, որ մենք անապահով պետություն ենք բրուցելոս հիվանդության նկատմամբ։ Ուրեմն դասակարգվում են նաև ռիսկային պետություններ, այսինքն դրանք այն պետություններն են, ովքեր մեր հետ ու մեր նման պետությունների հետ, այսինքն անապահով պետությունների հետ, ինչ որ տնտեսական կամ դեմոգրաֆիկ հարաբերությունների մեջ են ու ռիսկի տակ են վարակ իրենց տարածք տեղափոխելու։ Այսինքն դրանք էլ այդպես է կոչվում ռիսկային պետություններ։ Երրորդ խումբը այդ պետությունների դրանք են, ովքեր որ հիվանդություն չկա, չի արձանագրվել վերջին տարիներին, ինչ որ այն ժամանակահատվածում, սրանք կոչվում են ապահով պետություններ։ Եվ կա մի 4-րդ կատեգորիա պետություն, որը կոչվում է այս կամ այն հիվանդությունից ազատ պետություն։ Հիմա տարբերություն ասեմ, առաջին ակնհայտ է, որ հիվանդություն կա, երկրորդը որ տնտեսական կամ նաև աշխարհագրական ռիսկային զոնայում է եւ ինքը կարա նաև հիվանդության վարակվի։ Ապահով պետությունները նրանք են, որտեղ հիվանդություն չի արձանագրվել։ Իսկ ազատ պետություններ նրանք են, ովքեր որ բաց են ամբողջովին, ամբողջ աշխարհի համար, պատրաստ են, ասում են ցանկացած պահի եկեք, դուք ինքներդ անգամ մեր միջոցների հաշվին, ձեր ցանկացած ընտրությամբ, ցանկացած տեղից նմուշառում արեք, ստուգեք, համոզվեք, որ մեր մոտ հիվանդությունը չկա։ Ընդ որում, եթե արձագանքներ չեն լինում, իրենք ծրագրից դուրս ինչ
որ բարբերականությամբ տարեկան 1 անգամ, 5 անգամ, 10 անգամ իրանք են ընտրում։ Իրենք են անում լրացուցիչ ինչ որ ստուգումներ, նմուշարումներ, փորձառություններ ցույց տալու համար, որ իրենց երկրում բրուցելոց հիվանդություն չկա։ Այս սկզբունքը կիրառվում է նաև պետությունների ներսում։ Եվ վերջին երևի մի 20 քանի տարի առաջ այդ տերմինը գործածվեց, կոչվում է կոմպարտմենտալիզացիայի սկզբունք։ Այսինքն նաև պետությունները կարող են իրենց ներսում գոտիավորել իրենց տնտեսությունները, վարչական տարածքները, աշխարհագրական տարածքները ու ըստ այդմ դիրքավորվեն։ Այսինքն օրինակ, վերջին 3 տարում ենթադրենք թե Լոռու մարզի ինչ որ մի 5 համայնքում բրուցելոզ չի եղել, չի արձանագրվել։ Ու ինչ որ միտեղ էլ արձանագրվել է։ Այդ բրուցելոզ որտեղ չի արձանագրվել ու որտեղ արձանագրվել է, ներկայումս նույն կարգի միջոցառումներն են կանում։ Թե հիվանդ տարածքում, թե այսպես կոչված առողջ տարածքում։ Այս դեպքում ակնհայտ է, չէ՞ որ բավարար չեն այդ ջանքերը բրուցելոզի դեմ պայքարելու համար։ Այն դեպքում էլ Լոռու մարզի դեպքում էլ անիմաստ միջոցառումներ են անտնտեսվարությունը։ Այսինքն գոնե այնտեղ էլ մի ու այլ բան պիտի անենք։ Ինչն է սրա առավելությունը այս կոմպարտմենտալիզացիայի սկզբունքի։ Ենթադրենք թե էլի գանք ստեղ Լոռու մարզից մեր քաղաքացիները բան իրեն տանում Վրաստան խաչապուրի ծախողների պատրաստողների վրա վաճառեն, կարա չէ լինի Թիֆլիս մոտիկա տանում են վաճառեն։ Եթե մենք օգտվենք այդ հնարավորությունից կոմպարտմենտալիզացիայի սկզբունքից եւ ցույց տանք վրացական կողմին, որ այո, Հայաստանում կա բրուցելոզ, բայց կա Լոռու Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզում կամ մի այլ մարզում, բայց այլ Լոռու մարզում չկա։ Եթե համոզված չեք, խնդրեմ, մենք բացենք, երբ ուզում եք, որ կենթանուց եկեք նմուշառում արեք։ Կան համոզվեն, հասկանան, որ իրոք այդ տարածքը ապահով է, միգուցե եւ նաեւ ազատ տարածք այդ տարածքից, նաեւ մենք հիմնավորենք, որ մենք այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ երբևէ չի գնա հիվանդությունը դեպի Լոռի եւ թույլ տանք Լոռու տարածաշրջանի բնակչությանը ազատ առևտուր անեն, ենթադրենք թե Վրաստանի խաչապուրի վաճառողների վրա։ Հիմա մեր երկիրը այս սկզբունքից էլ չի օգտվում։ Այսինքն ինչ որ մեր երկրում կատարվում է, միանգամից ազդեցություն անենում ամբողջ երկրի, ամբողջ մակերեսի վրա։ Ու ինքներդ էլ եք նկատել, օրինակ տարիներ առաջ կարտոֆիլի ցեցը, չէ՞, վերջերս Ռոսսետ Խոդնազորի հայտարարությունը կարդացինք, որը վերաբերում էր վարդին, ծաղիկի արտահանմանը։ Բազում անգամներ տեսել ենք, որ պանիրը չի արտահանվում այս կամ այն պատճառներով։ Լոլիկը նույնքան Այսինքն նաև այս հնարավորությունը, այս կոմպարտմենտալիզացիայի սկզբունքը, այս էլ չենք օգտագործում։ Այսինքն արդյունավետ պայքար չենք մղում որևիցե հիվանդության կամ վնասատուի դեմ բույսերի պարագայում եւ որևիցե արդյունավետ կառավարում էլ չենք իրականացնում։ Այդ դեպքում բան չենք այլ արդյունք ակնկալում, եթե մենք մի բան էլ չենք անում։ Ըստ էության բան չենք անում։ Հիմա տեսեք, թե սկզբունքը ինչումն է։ Ինչ որ մի բան անելու համար, որպեսզի հիմնավորենք տվյալ դեպքում ենթադրենք թե վրացիներին կամ այլոց, որ մենք ինչ որ մի բան անում ենք, այդ պիտի փաստաթղթավորված լինի, չէ՞ ինչ որ ծրագրային բնույթ ունենա։ Տարբեր երկրներում դրա նկատմամբ վերաբերմունքը այլ է։ Այսինքն որոշ տեղերում այդ լիազորությունը ամբողջովին վերապահված է անասնաբուժական ծառայություններին։ Ինքնուրույն մշակում են, ինքնուրույն պայքարը մղում են, ինքնուրույն էլ հաշվետու են լինում, տվյալ դեպքում ֆինանսավորողին են հաշվետու լինում ու նաև հաշվետու են լինում անասնապահական ինդուստրիային։ Որոշ երկրներում դա հրամանի մակարդակում է, տվյալ ոլորտը համակարգող, որոշ երկրներում միգուցե ավելի բարձր է, ինչ որ տեղերում միգուցե օրենքի մակարդակի է հասնում։ Հիմա մեր երկրում ինչ իրավական փաստաթուղթ է գործում, 2 փաստաթուղթ ունենք այդպիսիք։ Մեկը 2013 թվին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի կողմից հրամանա բրուցելոզի դեմ հրահանգ։ Եվ երկրորդ 2018-22 թվականին կառավարության որոշումը, որը ես չգիտեմ ճիշտ ասած ուժի մեջ է մտել թե չի մտել, որովհետև ի դրաֆտում երևում է, բայց հաջորդիվ ընթացք չի երևում, որն էլ վերաբերում է կառավարության ծրագրին, կրկին բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներին։ Հիմա մի փոքր ուշ կանրադառնամ դրանց բովանդակությանը, թե ինչքանով են անհամապատասխան ներկայիս իրավիճակին։ Բայց հիմա հարց առաջանում, չէ՞, հիմի ով պիտի մեր մոտ այդ պայքարի միջոցառումները ձեռնարկի եւ որ փաստաթուղթի հիմք ընդունելով։ Չէ՞ որ այդ փաստաթղթի նպատակը նա է, որ նրանով ներառված քայլերի օգնությամբ այդ հիվանդությունը ինչ որ ձևով չեզոքացնեն։
Հիմա, եթե դիտարկում ենք, որ լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության տեսչությունն է եւ իրան է վերապահված ինչ որ նմանատիպ հրահանգներ, փաստաթղթեր, մշակի իրավական նորմեր, այդ դեպքում բա ինչ պիտի անի այս կառավարության որոշման ծրագիրը, ինչ գործողություններ պիտի նա բրդի, ուր պիտի տանի այդ կատարողներին։ Այսինքն ստե առաջանում է իրավական ու կառուցվածքային կազուս, երբ որ մենք ունենք երկակի եւ նաեւ կառավարման կրկնակի հարատավոր սովորույթ։ Ընդ որում այս երկակի եւ կրկնությունների այս սովորույթի վերաբերյալ կրկին ունենք խորը վերլուծություն։ Ընդ որում այսօրվա այս մեր ժամանակների լավագույն մասնագետներից մեկի կողմից արված, թե ինչքանով է խանգարում մերես ոչ այս արդյունավետ կառավարման մեթոդը։ Ընդ որում ուզում եմ սրան էլ ուշադրություն դարձնենք։ Սննդամթերքի տեսչության պետի հրամանը նաև արդարադատության նախարարի հրամանով հաստատված է, այսինքն նաև իրավական փորձաքննության է անցել։ Հիմա այստեղ մի փոքր անհասկանալի է դառնում, չէ՞, յուղում կամ ինչ որ ֆերմայում, ինչ որ տնտեսությունում առաջնային մանդատ կրող գործող անձը, ենթադրենք այդ համայնքի անաստաբույժը կամ այդ ֆերմերը, ինչով պիտի առաջնորդի։ Եվ արդյոք այդ ինչով որ առաջնորդվում է, դա այդ ցանկալի արդյունքին կհասցնի։ Հիմա կամ, այսինքն կառուցվածքային էական խնդիր ունենք մեր երկրի կառավարման ոլորտում, հատկապես այս բնագավառում, ու այդ խնդիրը sense տարեստարի փոխանցվում է, ու ինչքան փոխանցվում է, բնական է նրա լուծման գինը մեծանում է, նրա տևողությունը խնդրի լուծման ժամկետը երկարում է, մի խոսքով բացառապես անարդյունավետ կառավարում է անաստաբուժության ոլորտում։ Հիմա տեսեք անդրադառնամ բովանդակության հրամանին։ Ուրեմն այդ քայլերը հրամանում ձեռնարկված։ Ինչ որ նպատակի պիտի հետապնդեն, չէ, ինչ որ մի նպատակի մեզ հասցնեն։ Նպատակը ձևակերպված չի փաստաթղթում։ Վերնագրում ինչ որ բան կա, բայց նպատակը չկա։ Հիմա որն է մեր նպատակը։ Մենք անապահով պետություն ենք, ակնհայտ է, որ անապահով ենք։ Հիմա ուզում ենք մեր կարգավիճակը փոխենք, թե չենք ուզում։ Պայմանական ուզում ենք դառնանք, ենթադրենք, թե, չգիտեմ, էլի կասկածելի կամ միգուցե ապահով երկիր, ինչ որ դեպի ուր է մեր ճանապարհը ուղղված։ Դժբախտաբար այդ էլ ձևակերպված չի, ոչ մի մակարդակում, ոչ կառավարության որոշման մեջ է ձևակերպված, ոչ այդ հրամանի մեջ է ձևակերպված։ Այսինքն մի գործողություններ են նպատակից դուրս, նպատակից զուրկ։ Սենց ինչ որ բաներ են անում, բնականաբար ինչ որ թվեր են փոխվում, բնականաբար ինչ որ իրավիճակներ են, այդ իրավիճակների փոփոխությունները թույլ են տալիս այս կամ այն վարչարարին մի փոքր ավելի երկար մնալ իր աթոռում, որովհետև ասում է դե արդյունքները 6 ամսից կտեսնենք, դե 6 ամիսը չգիտեմ ինչ ու սենց։ Այսենց ըստ էության խնդրի հետ արճակատվելու համարձակություն չունենք դեռևս, դժբախտաբար, ու ինձ թվում է, եթե այս նույն վարքագիծը շարունակենք, այդ գործընթացը շատ ավելի կերկարի։ Մի շարք փորձագետներ նշում են, որ այս վիճակի պատճառը վերահսկողության պակասն է, հենց գյուղատնտեսությունում եւ նաեւ հատկապես անասնաբույժների պակասը։ Կիսում եք այս տեսակետը։ Ինչ որ առումով այո, բայց տեսեք, վերահսկողություն ինչ որ process-ի նկատմամբ վերահսկողություն է, չէ՞։ Ես խոսում եմ այ հենց այդ գործընթացի բացակայության մասին։ Ինքը գործընթացը չկա, ինչը վերահսկենք, եթե գործընթաց չկա։ Այսինքն գործընթացը պիտի ձևակերպել, ընդ որում դա պիտի ձևակերպել, որ իրավաչափ լինի, գիտականորեն հիմնավորված լինի, նպատակային լինի, եւ նաեւ բոլոր նրանում ներգրաված անձինք, այսինքն այդ ամբողջ բրուցելոզի արժեշղթայում ներգրաված անձինք պիտի այդ գործընթացի մաս դառնան, այդ գործընթացը համարեն սեփականը, զգան, որ նա իրանց շահերի համար է ծառայում, հակառակ դեպքում լինելու է հակազդեցություն։ Ամենավառ օրինակը սպանդանոցների օրինակն է։ Տեսնում եք, չէ՞, ինչ որ որոշում կայացրինք, նպատակը շատ վեհ է, շատ լավն է, որ ուզում ենք սպանդանոցային միս ունենանք մեր երկրում, բայց ունենք արդյոք, իհարկե ոչ։ Սպանդանոցներ չունենք։ Այսինքն տեսեք, ինչքան իրավական ակտեր ենք ընդունել այս ընթացքում, տարբեր ձևերով ինչ որ փոխհատուցումներ ենք տալիս, բաներ ենք անում եւ այլ, էլի, չգիտեմ ինչեր ենք անում, 10,000 դրամ, եսի մի սպանդանոցի գնի մասնակի վերադարձ եւ այլն, բազում բաներ ենք անում, բայց դեռևս չունենք սպանդանոցային միս։ Ինչի չունենք, որովհետեւ հիմնական պատճառը նա է, որ մենք այդ բուն գործընթացը կազմակերպող անձին, տվյալ դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆերմերին, այդ գործընթացի մաս չենք դարձրել։ Մենք չենք հասկացել, չենք էլ ուզեցել նրա հետ զրուցենք հասկանալու համար ինչ է ուզում այդ մարդը, նա է, չէ՞, այդ որոշման կատարողը։
Այս որոշումը ամենահիմնական դերակատարն է, չգիտենք դա ինչ է ուզում։ Այդ դեպքում եթե մենք իր կարծիքը հաշվի չենք առել, ինչ որ մի բան ենք որոշել, որ մեզ ճիշտ է թվացել, նա էլ ասում է դե որոշել եք դուք էլ արեք։ Ու սենց դառնում է կրկնակի, երակի, քառակի ջանքեր, միջոցներ ներդրելու անհրաժեշտություն, որ կարողանանք խնդիրը լուծենք։ Արդյունքում ուրեմն ահռելի մեծ միջոցներ են կորցնում հանրային, պետականության նկատմամբ վերաբերմունքը շատ կասկածի տակ ենք դնում, նաև այդ միջավայրում, այսինքն մենք ունենք այնպիսի մի պետական ինստիտուտներ, որոնց կայացած որոշումները կյանքի չեն կոչվում։ Ու դրա նկատմամբ սկսում ենք հսկողություն, հսկողության վրա դնում ենք վերահսկողություն, վերահսկողության վրա դնում ենք, չգիտեմ, մի այլ կարգի դիեզերական հսկողություն։ Սենց հսկողների քանակներ ավելանում են, բայց սայլը տեղից չի շարժվում, որովհետև բուն գործը թանց չկա։ Հիմա վերահսկողությանը ակադեմիական ամենապարզունակ մեթոդին անդրադառնանք։ Հիմա եթե ինչ որ մի գործ ենք նախատեսել, ինչ որ մի տեսլական ունենք, ուզում ենք հասնել դրան, գոնե 3 մասի պիտի բաժանենք, չէ՞, ինչ որ մեկին պլանավորման լիազորության պոչտենք, ինչ որ մեկին իրականացման, ինչ որ մեկին էլ հսկողության, չէ՞, պարզունակ բան։ Հա։ Հիմա ով է մեր երկրում պլանավորողը։ Եթե նայում ենք կառուցվածքին, ենթադրենք թե բանն է, էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչը նշանակում է, որ ինքը պիտի ունենա համապատասխան ստորաբաժանում, որին էլ հենց վերապահված լինի դա, ընդ որում կանոնադրությունները որն այն կա։ Ես ինչ ասում եմ, սա կա։ Հիմա ով է իրականացնելու դրա։ Էլի կառուցվածքից ենթադրելով հասկանում ենք, որ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում կա գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՕԱԿ, որը այդ ծառայությունները իրականացնելու լիազորության պոչտված է։ Էս էլ ոնց որ թե կա։ Չնայած այդտեղ մի փոքր վիճահարույց է, որ նրանք փոխադարձ ենթակայության են, ինչը նշանակում է, որ շահերի բախում կարա լինի, բայց այնուամենայնիվ կա, խնդիր չի այդտեղ։ Եվ երրորդ ինչ որ մեկն էլ պիտի հսկի։ Դե հիմա նայում ենք ոնց որ թե տեսչությունը պիտի հսկի, նա չէ, լիազորը։ Բայց փաստորեն պլանավորել է տեսչությունը, որովհետև իր պետի հրամանն է բրուցելոզի դեմ պայքարի հրահանգի փաստաթղթի տակ ստորագրված։ Ընդ որում այն միակ ինստիտուտը, որը որ իրավասու է բրուցելոզը ախտորոշի, կրկին տեսչության ենթակայության տակ է։ Այս երկրում ունենք մի անասնաբուժական լաբորատորիա, ընդամենը մեկ, եւ դա հենց հսկողի ենթակայության տակ է։ Ոնց կարա անասնաբուժության համար պատասխանատու գերատեսչությունը, ով եւ պլանավորելու է, եւ վերահսկելու է, եւ նաեւ ախտորոշումն է ապահովելու, ինչով էլ ցույց է տալու իր աշխատանքի էֆեկտիվությունը, նրա կողմից հրապարակ աստվյալներին ինչ որ մեկը հավաստի համար։ Իհարկե չի կարա լինի, չէ՞, որտեղ միշտ էլ պիտի ճնշեն, այս հիվանդությունները սենց են, մեկը նենց, այս սենց արեք, այնենց արեք, ինչ որ մի կարճ ժամանակահատվածում այդ ցանկություններն ու նպատակները այնքան են մոտենալու իրար, որ էլ այդ ոլորտ առաջ գնալու հնարավորություն տեղ չի ունենա, որտեղ գրեթե հպվելու են իրար, ինչը ենթադրում է, որ անպայման դրանք պիտի տարանջատվեն, անպայման, որպեսզի մեկը մյուսի համար շարժիչ ուժ դառնան։ Իսկ սրանք նաև լրացուցիչ կառուցվածք են, սրանք նաև այդ կառուցվածքը բովանդակությամբ լցնելու խնդիր է, բայց դրա համար էլ կադրեր են պետք, մասնակիցներ են պետք, որոնք կարողանան այդ գործառույթը համամասնաբար բալանսավորել, որպեսզի եւ կոնֆլիկտներ չառաջանան իրար մեջ, եւ նաեւ գործառույթների լիազորությունների կրկնություններ բացառվեն։ Պարոն Ստեփանյան, չնայած տնտեսությանը հասված, այսպես զգալի նյութական վնասներին, հիվանդությունը ներառված չէ կառավարության կողմից փոխհատուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Ձեր կարծիքով ինչու։ Տեսեք, ինքը բրուցելոզը հիվանդության ներսում։ Այս բրուցելաները շատ յուրահատուկ հատկություններով օժտված են, շատ են առեղծվածային բաներ կա նրանց վարքագծում, այնպիսի բաներ կա, որ դեռևս մինչև վերջ պարզված չի։ Օրինակ, մարդուց մարդ չի փոխանցվում հիվանդությունը։ Բայց ասեն, որ մեր իրավական նորմերում գրված է, որ մարդ կա մարդու համար փոխանցող դառնա։ Ընդ որում ցուլը եւս կենսաբանական տուպիկ է, ինչպես եւ մարդ։ Այսինքն ցուլ ինքը կարա վարակվի, բայց չի կարա վարակի։ Բայց ընդ որում ասեն, որ այս սուտ մասնագիտական բանով մեր այդ իրավական նորմերում գրած է ցուլը որպես հիվանդության տարածման սուբյեկտ, որը էլի վիճահարույց է։ Այս էլ խոսում է մեր ագրարային համալսարանի համապատասխան ֆակուլտետի խնդիրների մասին։
որ մենք դեռևս այդ կադրերը չենք կարողանում բուծել, որ կան այդ բացը լրացնեն ու այդ չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, այնուամենայնիվ այդ վիճակը դեռևս պահպանում է։ Հիմա տեսեք ինչ է, բրուցելաները արագ ջերմության պայմաններում վերանալու ունակությամբ օժտված են։ Այսինքն 65 եւ բարձր աստիճանում 3 րոպեից սկսած աստիճանաբար վերանում են։ 65 աստիճանում 3 րոպեում եռացման ակնթարթորեն։ Ինչը նշանակում է, որ այս հիվանդության ենթամթերքները, որոնք որ եփված վիճակում են, օրինակ մածունը, եռացնում են կաթը, նորենք չէ մածուն ստանում։ Մածունը երբեք խնդիր չի բրուցելոզի համար։ Ինչքան ուզում ես կարող ես օգտվել։ Իսկ այ մեր այն տրադիցիոն պանիրը, որ կաթը չի եռացում, այլ են 32-34 աստիճանում է ստացվում։ Կիսայը։ Այս արդեն խնդիր է, ռեժանը խնդիր է։ Օրինակ խորովածը խնդիր է խոզի։ Բայց ասեմ, որ խոզի նկատմամբ բացարձակ ոչ մի վերաբերմունք չկա, ստուգումներ էլ չի իրականացվում։ Երբ որ հիվանդության տարածման ուղիներից մեկն է մարդկանց շրջանը։ Բացառապես բաց է։ Ոչ թե ինչ որ բան արվում, այլ ընդհանրապես մի բան էլ չի արվում։ Հա։ Այսինքն այս եւ բացուտեստները ոնց որ թե խնդիր չեն։ Հիմա այստեղ մնաց մսի հարցը։ Միսը նույնպես պայմանական առողջ կարելի է համարել, որովհետեւ ինչ գնով ինչ վիճակում էլ նա իրացնենք, չէ, էլ ինչ որ մի բան կստացվի։ Ինչ որ մի բան։ Շատ քիչ ինչ որ մի բան, այսինքն դա ոչնչացման ենթական միշտ չի։ Թեկուզ պայմանական առողջ է, վերամշակված կամ էփած երշիկեղենի արտադրության համար, բայց այս ամենը պիտի հիմնավորված լինեն, էլի, իրենց ամբողջ արժեշտության ուսումնասիրված։ Ես խոսում եմ զուտ տեսական մասին։ Այս ենթադրում է, որ ֆերմերը ցանկացած դեպքում ինչ որ մի բան ստանում է բրուցելոզով հիվանդ կենթանուց, չէ՞։ Ահա։ Հիմա երկրորդ խնդիրը, այս պիտի կարենանք հավասարակշռել։ Եթե մենք ֆերմերին փոխհատուցում ենք տալի, արդյոք մշտապես ենք տալու, թե ինչ որ մի n ժամանակահատվածում։ Միգուցե մի n ժամանակահատվածում տալիս ենք ինչ որ խնդիր մեղմելու համար։ Այս կարելի է հասկանալ։ Իսկ եթե դա մշտական ռեժիմի համար է, անկասկած անընդունելի է ինձ համար, որովհետև սա թուլացնելու է ֆերմերի զգոնությունը։ Ինքը արդեն հանգիստ է լինելու։ Դե կվարակվի, մեկապետություն ապրեք։ Իսկ մեր նպատակը նա որ հիվանդության դեմ ինչ որ վերացման process-ներ ձեռնարկենք, կարողանանք խնդիրը հաղթահարել։ Այն ինչ որ հիմա մենք ենք անում, մենք գնում ենք հիվանդության ետևից։ Այսինքն ինչ որ միտեղ բազում որ բրուցելոս կա։ Մենք գնում ենք այդ կենթանիներին մորթի ենք սպանդի կամ մորթի ենք ենթարկում, նայած ինչ վիճակում են։ Հա, այն ինչ որ ախտահանում ենք, բաներ ենք անում ու դրանով ավարտվում է։ Այսինքն ինչ է նշանակում, որ կա գործընթաց, որին մենք հետևից գնում ենք, հետապնդողի դիրքում ենք, բայց եթե մենք ուզում ենք նրա նկատմամբ ինչ որ չէ, միջամտություն ունենանք, առավել եւս դրական միջամտություն, այդ դեպքում մենք պիտի առաջընթաց քայլեր անենք։ Ինչ որ բաներ անենք, որ նա չլինի, այդ ինչ որ բաները չենք անում, բացառապես չենք անում, ինչը նշանակում է, որ բրուցելոզ, որ ինքը ազատ շրջանառում է ամենուր, ինքը ոնց կուզի ինձ էլ կդրսևորվի, մենք էլ այդ գործընթացին կամ կհասնենք կամ չենք հասնի։ Հիմա երբ կարանք մենք մեր վարքագիծը փոխենք, չէ՞, ամերիկացիները ասում են, չէ, ինչի՞ ես այլ արդյունք ակնկալում, եթե դու միշտ նույն բանն ես անում։ Հիմա մենք միշտ նույն բանն ենք անում, չենք այլ արդյունք ակնկալում, ուրեմն մեր վարքագիծը պիտի փոխենք։ Ինչը ենթադրում է, որ իրավական, ընդ որում իրավակ կիրառական, ընդ որում բացառապես մասնակցային փաստաթուղթ պիտի ձևավորվի։ Նոր այդ իրականության համապատասխան կառուցվածք ձևավորվի։ Մենք հիմա այդ ամեն ինչը հարմարեցնում ենք։ Ընդ որում իմ աշխատելու տարիներին այդպիսի մի փորձ եղավ, կարողացանք ինչ որ մակարդակի հասնել, որ անասնաբուժների գոնե այս ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանվի։ Քաղաքական պատասխան ստացա դրան, որը մասնագիտության հետ կապ չուներ։ Ընդ որում ասեմ, որ սա ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Այդ անասնաբուժները ինչ որ հաստատության աշխատակիցներ չեն։ Նրանք քաղաքական պայմանագիր են կնքում ամենամյա հոակի հետ, ինչ որ ծառայությունների պատվեր են ստանում, այդ պատվերի դիմաց վճարվում են։ Այսինքն այս կամ այն համայնքում ինչ որ այդ խնդրի նկատմամբ ունենք միայն անհատական պատասխանատվություն, ինստիտուցիոնալ պատասխանատվություն չունենք։ Չկա որևիցե ինստիտուտ, որ այս կամ այն համայնքի, այս կամ այն իրավիճակի համար պատասխանատվություն կրի, ինքը որը նույնպես լուրջ սխալ է։
Եվ հաշվի առնելով հիվանդության տարածումը եւ դրա սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչ խնդիրների կարող է հանգեցնել դրա այսպես ավելի շատ բռնկումն ու տարածումը, մանավանդ այն դեպքում, երբ արդեն խոսեցինք, որ փոխհատուցում էլ չկա։ Թե իր ազդեցությունը միանշանակ բացասական է, թե յուրաքանչյուր անասնապահի, ով զբաղվում է, թե վերամշակողի, թե իրացնողի, թե տեղափոխողի, թե ընդհանրապես երկրի ընդհանուր վարքի, կարգավիճակի նկատմամբ միանշանակ բացասական է։ Ընդ որում սա այն հիվանդությունների շարքին է դասվում, որ կար ժամկետում սրա դեմ արդյունավետ պայքար ձեռնարկել գրեթե անհնար է։ Օրինակ ամերիկացիները շուրջ 50 եւ ավել տարի պայքարեցին, որ կարողանան իրենց հիվանդությունը բրուցելոզի դեմ արդյունավետ պայքար մղել։ Հիմա դեռևս ամերիկացիները չեն ասում, թե մեր երկրում բրուցելոզ չկա։ Կա ինչ որ վայրի կենդանիների մոտ մի երկու նմուշ, որի մասին իրենք քաջատեղյակ են եւ սպասում են բնական մահով վերանան ու դրանով ավարտվի այդ գործընթացը կամ միգուցե չի ավարտվի, մի երկուս եւս կմնան։ Ինչն էլ ենթադրում է, որ այս հիվանդությունների նկատմամբ պայքարը կոչվում է հիվանդության դեմ կառավարում։ Այսինքն տարբեր համակարգեր պիտի ներգրավված լինեն, սա ղեկավարում չի։ Այսինքն մեր խնդիրը անձինք չեն, մեր խնդիրը համակարգերն են, որպեսզի կարողանանք կառավարենք։ Այս համակարգը ենթադրում է, որ տարբեր ինստիտուտներ պետք է լինեն ու դրանք պիտի ներդաշնակ գործեն այդ նպատակի համար։ Մի փոքր օրինակ բերեմ ձեր համար։ Մոտավորապես մի կրկին 10 քանի տարի առաջ եվրոպական երկրներից մեկում ինչ որ մի նարկոման է մահանում։ Տանում են ախտորոշման, դե այնտեղ էլ այդ ամեն ինչը մանրամասը պիտի արվի, ընթացակարգերի համաձայն, ընդ որում այդ երկրում էլ գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ձևաչափը գործում։ Այդ ընթացակարգերի բոլոր կետերին պիտի պատասխանեն, մեկնարկում ոստիկանությանը, թե հարազատներին, պարզ է դառնում, որ ինքը դե նարկոման է, հավանաբար այդ դոզան մի փոքր ավելի է գերազանցել ու դրանից մահացել է։ Բայց պարզվում է, որ դա այդ չի։ Ինքը իհարկե նարկոման է, այդ ամեն ինչ օգտագործում է, բայց մահացել այդ նարկոտիկի մեջ եղած սիբիրախտի փոշուց։ Ու այս ամբողջ եվրոպական երկրները, գրեթե ամբողջ, հատկապես կենտրոնական ու հյուսիսային, հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ իրենց համակարգերը վերաձևակերպել էին։ Ու հենց այս դեպքն էլ այտենց էլ գրականության մեջ ներառվել է, կոչվում է Նորվեգիայի դեպք։ Այսինքն այնպիսի մի առանցքային էր, սկսել էին նայել այլ խնդիրների եւս։ Հիմա մեր երկրում կան չէ այդ նարկոմանները, նաև այդ չէ տոննաներով նարկոտիկ են բերում։ Երբևէ լսել եք, որ մեր այդ նարկոտիկից պարզեն հասկանան, կարող է նրա մեջ ինչ որ մի պաթոգեն կա, թե չկա։ Չէ որ նրանք գալիս են անլեգալ ճանապարհով, հատկապես եթե դրանք բուսական ծագում ունեն, ինչ որ մի դաշտում, չգիտեմ ինչ որ մի բան են, չէ, որ դե ամեն ինչ էլ կարող է լինել։ Այսինքն երբևէ դե ես ինչքան որ հետևեմ չեմ տեսել։ Այս նշանակում է, որ ոչ միայն բրուցելոզի, այլ ընդհանրապես կենսաբանական ծագում ունեցող ռիսկերի նկատմամբ մեր երկիրը բացարձակապես հակազդեցության մեխանիզմեր չունի, ինչը թույլատնում է մեզ, էապես է թույլատնում։ Նաև թույլ չի տալիս մեր երկրի կարգը բարձրանա, առևտրի այս համաշխարհային ամբողջ կոնցեպտում մենք միշտ էլ այնց մարգինալացված ենք, որովհետև մեր արտադրանքը ոչ մի կերպ չենք կարող իրացնենք, ոչ միտեղ, անգամ են տրադիցիոն շուկաներում, որտեղ մենք միշտ կայինք, ցանկացած պահի կարան մեզ արգել են։ Ու այդ արգելքի հիմքում անկասկած օբյեկտիվ իրողություն կա։ Մենք շատ դեպքերում դրան քաղաքական երանգ ենք տալիս, չէ՞, ասում ենք քաղաքական նկատառումներով են դա արել։ Միգուցե նկատառում այդ պահին եղել է քաղաքական, բայց նրա մեջ օբյեկտիվ իրականություն կա։ Իրոք այդ հարուցիչ ընդերից անջատվում է։ Իրոք այդ վնասատուն ընդեղ կա։ Այսինքն մենք մեր ներսի խնդիրներին պիտի շատ ավելի ուշադիր լինենք եւ այս կենսաբանական ազդակներին ուշադրություն դարձնենք։ Հիմա մի պարզ օրինակ։ Վերջերս կոവിഡ് ունեցանք, չէ՞ մեր երկրում։ Երևանի կենտրոնում ինչ որ քայլեր էինք, չէ՞, ձեռնարկում։ Չէ, որովհետեւ վարակվածության քանակը մեծ էր։ Այդ նույն բաները անում էինք մենք նաեւ ենթադրենք թե Չինարիում, որտեղ ոչ մի հիվանդ չկար։ Էլի դպրոց չէին գնում, էլի խանութները, էլի եսիմ ինչը, էլի եսիմ ինչը։ Այսինքն այս ենթադրվում է, որ սա մեր վարքագիծն է։ Մենք ոչ միայն բրուցելոզին ենք սենց անտարբեր,
եւ ոչ գիտականորեն հիմնավորված, այլ ցանկացած։ Հիմա առողջապահության նախարարության կամ էկոնոմիկայի նախարարության կամ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ինչ որ մի իրավական փաստաթուղթ մշակվում է ու ուղարկում են կառավարություն որոշման կարգավիճակ ստանալու համար։ Այդ ընթացքում ով է ֆիլտրում։ Ոչ ոք փաստորեն։ Նայեք վարչապետի աշխատակազմը, ոչ մի մարմին չկա, ոչ մի պաշտոնատար անձ չկա, որ այդ որոշումը թեկուզ կասկածի տակ դնի։ Մասի կարող է միգուցե սենց անեք, միգուցե այնց անեք։ Ու այս ֆոնի վրա նաև մենք չունենք մասնագիտական ասոցիացիաներ, որտեղ որ կարող են այս խնդիրները էլի մասնագիտական քննության ենթարկվել։ Այսինքն, որ մենք այսօր ունենք այդ բրուցելոս, որ մենք կովիդի դեմ այսպես ենք պայքարում, որ ունենք սիբիրախտ, որ ունենք ժանտախտ, որ ունենք բազում այլ բաներ, սա մեր վարքագծի ուղիղ հետևանքն է։ Ոչ մի բանից զարմանալու չկա։ Այնպես չի, որ ինչ որ մեկը ասենց հատուկ դիվերսիաներ անմա մեր նկատմամբ։ Չնայած դա չեմ բացառում։ Այնուամենայնիվ մեր վարքագիծը անկասկած կտանի այնպիսի իրողության, ինչպես որում որ մենք հիմա կանք։ Եվ պարոն Ստեփանյան, ամփոփելով զրույցը, արդեն խոսեցինք դրա պայքարի բարդության մասին, ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է արվեն եւ արդյոք հնարավոր է Հայաստանը անապահով պետությունից դարձնել ապահով։ Նկատի ունեմ Բրուցելոսի անկասկած կարելի է, դրա համար ժամանակ ու միջոցներ են պետք։ Դրա համար նաև հաջողված երկրների փորձ է պետք։ Ընդ որում ասեմ, որ արխիվացված, կուտակված այդ տեղեկատվությունը կա։ Խորքային ուսումնասիրություն կա, ինչքան որ հնարավոր ամերիկյան փորձի, ընդ որում ամենահաջողված փորձերից մեկն է, ընդ որում մեր փորձագետը միգուցե եւ մոլորակի լավագույններից մեկն էր, ամենահեղինակավոր ու այդ ոլորտի ամենալավ մասնագետներից մեկն էր, ընդ որում նրան հաջորդիվ նաև նրան նախորդող կրկին հիանալի մասնագետներ են եկել են իրանց փորձն են փոխանցել այստեղ, իրանց գիտելիքն են փոխանցել, բայց նրանք չեն կարող մեզ համար ծրագիր գրեն, որովհետև Ամերիկայի նահանգապետը դա Հայաստանի մարզպետը չի, ոչ է Ռուսաստանի գուբերնատորն է։ Եվ Հայաստանի անասնաբուժը կամ համայնքի ղեկավարը դա նաև, չգիտեմ, ամերիկյան ինչ որ մի քաղաքագլուխը չի, սրանք բացառապես տարբեր լիազորություններով են ըշտված։ Իսկ նրա փորձառությունը իրեն բնորոշ տարածքի է։ Նա մեզ տալիս է բրուցելոզի մասին ինֆորմացիա, բայց որպեսզի այդ գիտական ինֆորմացիան մենք տեղավորենք ու դարձնենք ծրագիր, այդ ծրագիր դասնողը պիտի Հայաստանը շատ լավ իմանա։ Այսինքն ոչ թե միայն բրուցելոզը իմանա, այլ նաև այդ իրավահարաբերություններն իմանա, որովհետև բրուցելոզի արժեշղթան անսահման մեծ է։ Անսահման մեծ է։ Հավանաբար չգիտեմ, եթե շենքերում եք ապրել, նկատած կլինեք, չէ, որ տարբեր մեքենաներ Երևանի հարակից գյուղից բերում են շշով կատմատ են ծախում։ Չէ, ինչքան պրակտիկա, որտեղից է այդ կաթը գալի, ինչ կաթա, չգիտենք։ Հիմա կարանք երբևէ օրինակ Ամերիկայում այդպիսի մի դեպքի ականատես լինենք։ Հիմա կարա ամերիկյան ինչ որ մի մասնագետ երբևէ ենթադրի, որ կարելի է պլաստմասի լիմոնադի շշի մեջ կաթ ինչ որ մի մեքենայի բագաժնիկում բերեն ու ինչ որ մի ենթադրենք թե ինչ որ սենց էլի։ Բարձրաստիճան ինչ որ մեկը այդ կաթը գնա առնի ու տանի տուն, ինչա թե ենթադրենք խանութի 50 դրամ է էժանա։ Այսինքն սրանք նենց հարցեր են, որ այս ծրագրային բաները մենք պիտի անենք, անկասկած մենք պիտի անենք։ Ինչի համար ոնց որ թե որոշակի սենց բաներ կան, ազդակներ կան, որ փորձեր արվում են այս process-ների նկատմամբ համարժեք արձագանք են։ Այդպիսի ազդակներ կան այս վերջին մի քանի օրվա ընթացքում, բարեբախտաբար։ Իսկ ինչ մնում է կանխագերմանը, այստեղ պիտի գնանք ագրարային համալսարանից, վերաձևակերպելով պետական կառավարման համակարգը, նաև համայնքների հետ ունեցած հարաբերությունները եւ որ առավել կարեւոր է ֆերմերի հետ փոխադարձ վստահելի միջավայրում գտնվելու հնարավորությունը եւ հարցերի հարցը անասնաբուժական ծառայություն ունենալն է։ Որովհետև այդ մարդիկ, չգիտեմ, եթե դուք նայեք նրանց տարիքային կազմը, միջինը 65 եւ ավելին։ Ու այդ ֆոնի վրա նայեք, թե քանի աշակերտ ուսանող ընդունում ագրարային համալսարանի այդ ֆակուլտետները։ Կհասկանաք, որ մի քանի տարի հետո շատ ավելի ողբերգական է լինելու վիճակը, քան որ ներկայում է։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան, բավանդակալի զրույցի համար։
Իմ հյուրն էր Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը։ Կհանդիպենք։